Ձիածան վոկալ էստրադային ստուդիան ներկայացնում է The love, need for the love. Dooby dooby down, dooby dooby down, dooby dooby down. Petit jouet du ciel quand on descendra Noël. Avec tes papas pastoulés, n'oublie pas mon petit billet. Tout ça ne qui marquait, quand on est c'est la feuille. En mélangeant les mots comme les morceaux de puzzle. 2010 թվականին ստեղծվեց Ձիածան վոկալ էստրադային ստուդիան 15 տարվա ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ մրցանակներ, Grand Prix-ներ, պատվով ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում։ Առաջին օրվանից երեխաները սկսեցին աշխատել սիրով եւ ոգևորությամբ։ Հենց երեխաները իրենք անվանեցին խումբը Ձիածան։ «2014 թվականին արդեն Ձիածան վոկալ ստուդիան ճանաչվեց լավագույն մանկապատանեկան խումբ։ 2017 թվականին Ձիածանը Լոնդոնի միջազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով։ Ունեցավ նաև բազմաթիվ շրջագայություններ տարբեր եվրոպական երկրներում։ Իսկ հիմնադիր տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը Ռուզաննա Ջամբազյանը պարգևատրվեց ոսկե մեդալով երկարվեստում իր ներդրումը ունենալու համար։ Մեր սաներից շատերը դարձան X Factor, Հայաստանի ձայնը միջազգային պրոյեկտների ֆինալիստներ եւ հաղթողներ։ Նկարահանվեցին մի շարք տեսահոլովակներ, որոնք շատ սիրվեցին հանդիսատեսի կողմից։ Ոչ բոլորը ընտրեցին այս բարդ եւ միևնույն ժամանակ հետաքրքիր ճանապարհը, բայց անցնելով այս գեղեցիկ ուղին դարձան գրագետ հանդիսատես։ Ձիածան վոկալ ստուդիան մեծ ճանաչում ձեռք բերեց մասնակցելով մի շարք համերգային ծրագրերի, փառատոների, կառավարական համերգների։ Այսօր նրանցից շատերը դարձել են բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ։
Այստեղ գերխնդիրը նաև կայանում է նրա մեջ, որպեսզի երեխաները ունենան ճկուն միտք, գրագետ խոսք եւ ամենակարևորը՝ լինեն բարի եւ հայրենասեր։ Բարևձեզ, ես Տիգրանն եմ, 14 տարեկան, 2 տարի է ինչ հաճախում եմ Ձիածյան վոկալ ստուդիո եւ շատ գոհ եմ իմ դասատուից, որովհետեւ շատ ընկերական ենք իր հետ լինում եւ ունենք շատ ձեռքբերումներ այս 2 տարվա մեջ։ Ես Գեորգ Մուսալյանն եմ, հաճախում եմ 4 տարեկանից Ձիածյան վոկալ ստուդիո։ Ձիածյան վոկալ ստուդիոից անչափ շնորհակալ եմ, որ ինձ մեծացրեցին ճիշտ մարդ։ Իսկ ընկերության հետ ունեմ թաքուն բան ասելու, շնորհակալ եմ ձեզ, որ դարձաք իմ երկրորդ մայրը ու եղաք իմ կողքին 4 տարեկանից։ Ես Այլան Լարան եմ, Ձիածան հաճախում եմ 5-6 տարեկանից, արդեն 6 տարի։ Ձիածանը իմ համար երկրորդ տուն է եւ ես շատ շնորհակալ եմ ընկերուզանային, քանի որ նա ոչ միայն մեզ սովորեցրել է երգել, այլ նաեւ մարդկային բարձր արժեքներ։ Ես Աթոմ Մարինյամ, հաճախում եմ երգել 1.5 տարի, շնորհակալություն եմ հայտնում ընկերուզանային, քանի որ նա մեզ սովորեցրել է եւ մարդկային լավ առուներ եւ երաժշտության գծով լավ երգել։ Իրականում մենք հիմա համերգ ենք ու չենք կարող բարձրացենք, բայց ինչքան է ցածր ասենք, իմաստը չի կորում։ Ընկերուզանից ձեզ շատ ենք սիրում։ Բարի երեկո, հարգելի հանդիսատես։ Բարի երեկո։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Ձեր ծափարությունների ներքո պետք է հասկանանք։ Պարզ է, որ արդեն շատ բարձր է։ Այո, ուրախ ենք ողջունել բոլորիդ այսօրվա համերգին ներկա գտնվելու համար։ 15 տարվա մեր անցած ճանապարհը շատ քիչ ցույց տվեցինք այստեղ, բայց դա ահռելի է։ Եվ այն ինչ այսօր դուք դիտեցիք, շատ փոքր մասն էր։ Եվ քիչ անց դուք դրանում կհամոզվեք։ 15 տարի միասին, այդպես են կոչել այսօրվա մեր համերգը։ Այո, 15 տարի միասին, որովհետև ովքեր սկսել են իրենց ճանապարհը մեզ հետ Ձիածանում, մինչ օրս մեզ հետ միասին են։ Եվ այս գեղեցիկ ճանապարհը այսօր անցնում են իրենց իսկ երեխաները։ Այսօր տոն է, թե փոքրերի, թե մեծերի համար, որտեղ կան շատ փոքրիկներ, որոնք առաջին անգամ են բեմ բարձրանում։ Կյանքում ամենաթանկ հիշողությունը մեր մանկության հիշողություններն են։ Ասում են, որ երեխաները եւ երեխաների մանկության հիշողությունները ամենաթանկ հիշողություններն են, բայց մեծերի ձեռքում է։ Այո, Գևորգ, համաձայնեք մեզ հետ։ Դե ինչ, սկսենք մեր հեքիաթը։ Այո։
Միջև բարձր չծափարեք, չենք սկսելու։ Ավելի բարձր, ոգևորեք ձեր փոքրիկներին եւ խնդրում եմ շատ խիստ չդատել, որովհետեւ նրանցից շատերը, գրեթե բոլորը առաջին անգամ են այսօր իրենց կյանքում բեմ բարձրանալու։ Դե ինչ, Գևորգ, հայտարարում ենք, մեր հեքիաթը սկսված, ձեր բարձր ծափարությունների ներքո դիմավորեք։ Եթե դուք նրան նայեք բարի աչքերով։
Իսկ որտեղ կան երեխաներ, այնտեղ կա բարություն, մաքրություն եւ անկեղծություն եւ իհարկե հեքիաթներ։ Այսօր մենք ձեզ կտեղափոխենք մանկության աշխարհ, որտեղ միշտ տիրում է լավ տրամադրություն։ Հեքիաթները եղել են, կան եւ կլինեն։ Նրանք կարող են ունենալ տարբեր սկիզբ, բայց վերջում միշտ լինելու է բարություն։ Ես շատ եմ երազել հայտնվել հրաշքների աշխարհում, հանդիպել հեքիաթի հերոսների հետ, միասին շրջել կախարդական աշխարհում։ Կապույտ երկինք փայլուն արև, ծառեր և ծաղիկներ
սիրում երազել եւ իմ կարծիքով, որ բոլորը իրանց ամբողջ կյանքի ընթացքում չեն դադարում երազել։ Ես երազում եմ, որպեսզի բոլոր մեծերը երազեն միայն լավ բաների մասին։ Ամեն մի լուսաբաց իր հետ բերում է նոր հույսեր, սպասելիքներ եւ երազանքներ։ Պատկերացնում եմ ոնց են ուզում մեր մայրիկները եւ հայրիկները։ Պատկերացնում եմ, բայց արի դիմավորենք մեր հաջորդ ելույթը։ Եվ թող ամեն լուսաբացի իր հետ բերի պայծառարև եւ ջերմություն։ Պատկերացնում ես ոնց են ուզում մեր մայրիկները եւ հայրիկները։ Օ, պատկերացնում եմ, բայց իմ կարծիքով տատիկները եւ պապիկները ավելի շատ են հուզվում։ Այդպես չէ՞։ Դու երբևիցե երգ հորինել ես։ Գիտես, չեմ փորձել, բայց մեր տաթևը կարծես թե հորինել է։ Եկեք լսենք։ Առաջին հերթին արեգակին անգին նվիրեցի իմ երգը նա ժպտաց ավելի ջեմ շողաց աչքերիս մեջ փայլեց նոր արևի տակ
ես ձեռքնա չէ ուշ է օնա թեն ավարտվել է բայց ես դեռ երգում եմ ու երգում Սիկի սիկի դոմնե վիլա դոմնե կրճոների երգն եմ հորինել Սիկի սիկի դոմնե վիլա դոմնե ու կազե թե շատ են հավանել Սիկի սիկի դոմնե վիլա դոմնե կրճոների երգն եմ հորինել Սիկի սիկի դոմնե վիլա դոմնե ու կազե թե շատ են հավանել Siki siki domne Siki siki domne Siki siki domne Siki siki domne vila domne Կրճոների երգն եմ հորինել Siki siki domne vila domne ու կազե թե շատ են հավանել Siki siki domne vila domne կրճոների երգն եմ հորինել Siki siki domne vila domne ու կազե թե շատ են հավանել Իզաբելլա, այսօր մենք շատ ենք խոսում երազանքներից։ Որն է քո երազանքը։ Ես երազում եմ ճանապարհորդել ամբողջ աշխարհով։ Ուզում եմ, որ մայրիկս եւ հայրիկս միշտ լինեն իմ կողքին։ Չլինեն պատերազմներ։ Թող կատարվեն բոլորի երազանքները, թե փոքրերի, թե մեծերի, եւ բոլորը գտնեն կյանքում իրենց տեղը կամ գտնվեն իրենց տեղում։ Դիմավորեք։ Ես ուզում եմ այսօր մութ գիշերը կեսօր իսկ լուսինը դառնա սպասված տոնի ընծար Ես ուզում եմ որ ինձ արեգակա հերվից մոտ կանչի ու փայլով մի աստղիկ դնի ափիս Ես ուզում եմ հնչյունները ճախրեն մեծ երկնքում յոթնագույն ծիածանները ժպտանենց մեր բակում գունավոր դառնա աշխարհը ում երգն է անձրևի մաքրի չարից ամեն բաց ողոր ու հաղթի բարին մաքրի չարից ամեն բաց ողոր ու հաղթի բարին Ես ուզում եմ անել հեքիաթին գունել իսկ նման անսահման մեծերն էլ հավատան որ իրոք մեզանից ամեն հոգ իր ուրախ խենթ կերքով կլսնի կյանքը սիրով Ես ուզում եմ հնչյունները ճախրեն մեծ երկնքում յոթնագույն ծիածանները ժպտանենց մեր բակում գունավոր դառնա աշխարհը ում երգն է անձրևի մաքրի չարից ամեն բաց ողոր ու հաղթի բարին մաքրի չարից ամեն բաց ողոր ու հաղթի բարին
Ձեռքը դուր իմ աշխարհարի Ձեռքը դու հետս վարարի Օրորի սիրտս վարարի Մարդիկ պետք է ճիշտ գնահատեն իրենց ունեցած երջանկությունը։ Ամեն մարդու համար երջանկությունը կարող է լինել յուրովի։ Այն կարող է լինել ընկերոջ, նվերի, ջերմ խոսքերի կամ զգացմունքի տեսքով։ Երջանիկ լինելու համար կան շատ պատճառներ։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ասում են, որ աշխարհում ոչ մի նավակ չի կարող հասնել իր նպատակին, եթե դու նրան ճիշտ թիավարես։ Բայց Իզաբելա, մի վարքան, դու չնկատեցի, որ մեր փոքրիկները նեղվել են, որովհետև իրանք չեն լսում բարձր ծափահարությունների ձայները։ Եկեք բարձր ծափահարենք։ Դիմավորեք։
բոլորին։ Ամռանը նրանից փախչում են, իսկ ձմռանը կարոտում։ Գուշակեցիք։ Դե իհարկե, մեր սիրելի արևն է։ Բացում են արմի օրենքներից բոլոր ես ուղարկում եմ արևադեմ երկը նոր միասին լսենք հայրասներից սպասենք որ աշխարհի երբ հորվին բարի օրասենք ինձ միացիր սիրտս բացիր արևի բացիր ուրախ ու երջանիկ մեր հոգիների մեջ արիվ կամվեց արևի եկիկ կկամենք ու երկիր մանկության մեր ձեր կրքերով մեզ կրկիր
Լեռների ետևից բարձրանում է արեգակը։ Երբ արեգակը շփտում է, երկնակամարից ուրախանում են թռչունները եւ բույսերը։ Մենք երեխաներս արթնանում ենք արևի շողերից, գնում ենք դպրոց, իսկ արևը ուրախ շփտալով ճանապարհում է մեզ։ Մենք ուրախ ենք, որ նա կա ու շփտում է բոլորիս։ Այս հեքիաթը վստահ եմ ծանոթ է բոլորին։ Փոքրիկ աղջիկը ուղևորվում է հեքիաթների աշխարհ, գտնելու իր պապիկի կորած երազը։ Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ եւ վերադառնում է պապիկը արդեն քնած է լինում։ Գուշակեցիք, եկեք մի պահ մենք էլ տեղափոխվենք այնտեղ։ Շուկները անուշ և լուսինը
կա Հնդստան, Մի մուկիկ կա Ճստստան։ Հնդաստանի անտառում, կոկոսի ծառի ծակուրում, Ապրում է նա իր համար բարիքներում անհամար։ ու մի օր լավ, մի օր վատ, ուներ ապրուստ, քիչ թե շատ, Իմացաք ով է։ դե իհարկե, Իր անունը Պույպույ էր։ ազգանունը ճստունի, բայց մինչ այդ եկեք ձեր բարձր ծափարություններից հետո դիմավորենք մեր բարի մուկիկին։ Թաքուն թաքուն քարեմ, որեդե չարնացնեմ, ինչ կա գետնի թափված ես հավաքեմ տանեմ, ինչ կա գետնի թափված ես հավաքեմ ուտեմ, ինչ վերփինց տեսնում վազում եմ ու փակում, ես գեղեցիկ ու մի մուկիկ, ընդունեք ինձ ձեր ընտանիք, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր քիթիկ ու մի փոքրիկ պաչիկ, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր քիթիկ ու մի փոքրիկ պաչիկ։ Սիրած հերոս եմ ես, ու իմ մասին են տես, մուլտերը գունավոր հեքիաթներին ունոր, մուլտերը գունավոր հեքիաթներին ունոր, դուք ինչու եք մի քիչ, ծիծկերագրեք մի քիչ, ես գեղեցիկ մի մուկիկ, ընդունեք ինձ ձեր ընտանիք, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր քիթիկ ու մի փոքրիկ պաչիկ, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր քիթիկ ու մի փոքրիկ պաչիկ։
այնքանին, որ նույնիսկ ես մոլորվեցի։ Ոչինչ։ Հեքիաթները միակ իրականությունն է, որ գոյություն ունի երեխաների համար։ Երևի դե չկա այդպիսի մի մարդ, որ երբևիցե հեքիաթներ լսած չլինի։ Հեքիաթները եղել են, կան եւ կլինեն։ Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր սիրում են հեքիաթ կարդալ, տարբերում են լավը վատից, բարին չարից։ Այսօր մեզ սյուն են եկել մեր շատ սիրելի հեքիաթային հերոսները։ Եկեք բարձր ծափարություններով հրավիրենք նրանց։ Սյունը ծածկում է սարերը հեռվից, թողնելով հետքեր սպիտակ։ Ձյան արքայությունը սառն է, ես եմ թագուհին միայնակ։ Քամին սուլում է բերելով հոգու խրավ, ես գիտեմ կգամ նոր մի առավոտ։ Չվստահես դու ոչ մեկին,
baking. Paper mache, a bit of ballet and chess. Pottery and ventriloquy, candle making. Then I'll stretch and maybe sketch, take a climb, sew a dress, and I'll reread the books if I have time to spare. I'll paint the walls some more. I'm sure the room somewhere, and then I'll brush and brush my hair, stuck in the same place I've always been. And I'll keep wandering and wandering and wandering and wandering while my life begins. Tomorrow night, the lights will appear just like they do on my birthday each year. What is it like where they glow? Now that I'm older, Mother might just let me go. Եկեք կրկին բարձր ծափարենք մեր փոքրիկներին։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Չէ, թեթևեր։ Եկեք նորից։ Այսա ուրիշ բան։ Իզաբելա, իսկ դու պարել սիրում ես։ Այո, շատ։ Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարելը մարդուն հաղորդում է հսկայական դրական էներգիա։ Եվ վստահ եմ, որ մեր երեխաները հիմա կփոխանցեն այդ էներգիան, նաև ձեզ։ Բայց միայն ձեր բարձր ծափարություններից հետո դիմավորեք։ Մի վարքան, չէ։ Մեր փոքրերը նեղվել են։ Չեն լսում, եկեք մի հատ նորից։ Ավելի։ Մեզ պետք է մի հատ, շատ բարձր։ Եթե չլինի, մենք չեն գնա։ Դե ինչ, այ հիմա դիմավորեք։ Աշխարհում բարերը շատ են, ոնց ես ով
առաջ մեկ էլ ետև տա Վեր ու վար վեր վար գլխապտու տա Վեր ու վար տար վեր տար Յում պար Բայց տանը գոհեն ինձանից շատ ուրախ եմ Եվ շուրջս հենց են մարդիկ մեղեդինին Գուցե ունի անելիք Ինձ համար չեն գնված օրենքները դրված սահմանները Ազատ եմ ես ու երասկոտ Չփոխեմ երկերի վերնագրերը Եվ լսես իմ ռիթմերը Կգորած դու աննախեն ու համացակ եմ Ոչ մեկի համար չեմ Քեզ հրավիրում եմ գունավոր մոլորակ Թեզ հտում կոսեկա Ուրեմ այստեղ ես տանեմ Եթե ինձ հետ ես դու Իմ ընկեր ես համացակ Արի գնանք բարելու Թե անվախես դու ու պատրաստ ես երազել Թե ուրախ ես Թեև մարդիկ ստիպում են քեզ թխրել Թե ուրիշ ես Ու սիրում ես տարբերվել Թույլ ինձ բարի գալուստ իմ աշխարհ Քեզ ասել Այստեղ կարող ես լինել Ինչպես կաս Թե ինքդ քեզ հավատաս Դու կարող ես աշխարհը փոխել Եթե ամեն օր կյանքին դու ժպտաս Իմ մոլորակ հասնել կկարողանաս Խենթ ու համարձակ եմ Ոչ մեկի նման չեմ Քեզ հրավիրում եմ գունավոր մոլորակ Թեզ հտում կոսեկա Ուրեմ այստեղ ես տանեմ Եթե ինձ հետ ես դու Իմ ընկեր ես համացակ Արի գնանք բարելու Չեմ հասկանում թե ինչ ես պարում Խենթ ու համարձակ եմ Ոչ մեկի նման չեմ Քեզ հրավիրում եմ գունավոր մոլորակ Թեզ հտում կոսեկա Ուրեմ այստեղ ես տանեմ Եթե ինձ հետ ես դու Իմ ընկեր ես համարձակ Խենթ ու համարձակ եմ Ոչ մեկի նման չեմ Քեզ հրավիրում եմ գունավոր մոլորակ Թեզ հտում կոսեկա Ուրեմ այստեղ ես տանեմ Եթե ինձ հետ ես դու Իմ ընկեր ես համարձակ Արի գնանք բարելու Դե ինչ, եկեք եւս մեկ անգամ բարձր ծափահարենք մեր տաղանդավոր փոքրիկներին Ավարտին մոտեցավ մի գեղեցիկ եւ անմոռանալի օր, մի գեղեցիկ պատմություն։ Սիրելի հանդիսատես, ձեր դուրը եկավ մեր համերգը։ Հիմա
եմ ձեր բարձր ծափահարությունների ներքո մեր բոլոր փոքրիկներին հրավիրել բեմ։ Ավելի բարձր ծափահարեք նրանց, եկեք ոգևորենք նրանց։ Եվ դե իհարկե բեմ եմ ուզում հրավիրել այս ամենի կազմակերպչին Ռուզաննա Ջամբազյանին, ով հանդիսանում է Ծիածան վոկալ էստրադային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, տնօրեն։ Եկեք մեծ սիրով եւ բարձր ծափահարություններով նրան բեմ հրավիրենք։ Բարի երեկո, հարգելի ծնողներ, հարգելի տատիկներ, պապիկներ, իրականում այս համերգը շատ սպասված էր։ Ես ուզում եմ, որպեսզի իրոք շատ բարձր ծափահարեք դուք ձեր փոքրիկներին, իմ փոքրիկներին, որովհետև իրանք արժանի են, իրոք նրանք այնքան քրտնաջան են աշխատել, որպեսզի այսօր ելույթ ունենան ձեր առջև։ Ես իրոք այն ճանապարհը, որը մենք անցել էինք 15 տարվա ընթացքում, դա շատ փոքր մասն էր, այն ինչ մենք կարողացանք ներկայացնել, եւ կարծում եմ իրենց հետ էլ մենք ունենք շատ երկար ճանապարհ, կրկնապատենք այն ամենը, ինչ մենք արել ենք մինչ այդ։ Իհարկե իմ շնորհակալությունը ես ուզում եմ հայտնել դրամատիկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոնի ողջ անձնակազմին, որովհետև շատ մեծ թիմ է աշխատել, եւ շնորհակալություն հայտնել մեր գնչուհիներին, Սարգսյանց Dance Studio-ի սաներին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարուսույցներին, Անահիտ Սիմոնյանին, որը որ հանդիսանում է նաև այսօր հաղորդավար, եւ Լարա Հայրապետյանին, մեր արցախցի Լարային, եւ մենք իդեպ ունենք շատ երեխաներ Արցախից, որը միացել են մեզ եւ մենք մեծ սիրով քայլում ենք դեպի առաջ։ Ես շնորհավորում եմ ձեզ եւ 15 տարվա հետ կապված դուք ստանալու եք բոլորդ պատվոգրեր։ Այս պատվոգրերը լինելու են իրենց ամբողջ կյանքի հիշողությունը եւ ես անհատապես ուզում եմ, որ դուք բարձր ծափահարեք ձեր երեխաներին։ Նարե Դավթյան, Բարձր, ավելի ծափահարեք։ Վիկտորիա Զակյան, շնորհավորում եմ։ Միլենա Կարապետյան, բարձր ծափահարենք, իրենք արժանի են, իրենք Լինա Ազատխանյան, Սոնա Գևորքյան, բայց մի քիչ պասիվ են, իրանք ավելին են արժանի, Ջուլիա Կարապետյան, Լաուրա Ավակյան, տեսնենք ում եք հավանել, ապրես, Անահիտ Սարգսյան, ավելի բարձր, շնորհավորում եմ, Լիլի Չիրքինյան, Անի Թումասյան, Աղավնի Բադալյան, Տաթև Հովանիսյան, Յանա Հովանիսյան, մեր մուկիկ Հովսեփյան, ես ճիշտ եմ գրել, սխալ կարդացի, կներես, ծափահարեք, Աննա Գասպարյան, Արիանա Ալեքսանյան, մեր ամենափոքրիկն է իդեպ, լավ էր, ապրեք, Արև Արտաշյան, մեր մյուս ամենափոքրիկը, Անգելինա Սարգսյան,
Բրավո։ Պես։ Մալադեց։ Անգելինա Հովսեփյան։ Ապրես, շնորհավորում եմ։ Մարիամ Մինաս։ Էրատո Նազարյան։ Անգելինա Սարգսյան։ Հուզվել է։ Ապրես։ Մարիա Պողոսյան։ Ծափահարեք, իրենք արժանի են այսօր։ Վահագն Քաջիկյան։ Մեր այս խմբի միակ տղան։ Ես շնորհավորում եմ, ապրեք, ես ձեզ շատ սիրում եմ և մենք դեռ գնալու ենք առաջ։ Եվս 15 տարի անց մենք արդեն կհանդիպենք միգուցե իրանց փոքրիկների հետ, ոնց որ և իմ առաջի սերունդն էր այստեղ։ Իդեպ ես ուզում եմ հրավիրել բեմ նաև մեր փոքրիկ հաղորդավարներին, մենք ոնց տեսնում ենք ամեն ինչ մենք ենք անում։ Եվ հաղորդավար ենք, և պարում ենք, և երգում ենք, և բեմադրություններ ենք անում, ծափահար ենք իրենց էլ։ Շնորհակալ եմ։ Իդեպ Անին և քուրիկին հրավիրեք մի հատ բեմ, իմ օգնականներին, որը 4 տարեկանից իրենք էլ էին այստեղ, իրենք այսօր ինձ օգնում էին ետնաբեմում։ Ուր են չկան։ Գալիս են։ Այ իմ 3-րդ սերնդի ներկայացուցիչները, որը որ իրենց փոքրիկ քուրիկն է այնտեղ։ Շնորհակալ ենք շատ և ասում ենք կրկին և կրկին մինչ նոր հանդիպում։ Իդեպ իմ ծնողներին էլ շատ շնորհակալ եմ, առանց իրենց ոչինչ չէր լինի։ Մեր շատ սիրելի ընկեր Ռուզաննա, բոլոր ծնողների և երեխաների անունից արտահայտում ենք մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը երաժշտության հանդեպ սերմանած սիրո, հոգատարության, նվիրվածության և մասնագիտական բարձր որակի համար։ Ձեր շնորհիվ մեր երեխաները ոչ միայն ձեռք են բերել երաժշտական գիտելիքներ ու հմտություններ, այլև սովորել են լսել, զգալ ու գնահատել գեղեցիկը։ Անչափ շնորհակալ եմ իրար հետ, առանց ձեզ ոչինչ չէր լինի։ Շնորհակալ եմ։